Հենց այս Էլդորադոյի հարստությունն է սպասվում այսօր Խելացիր ինտելեկտուալ զարգացման կենտրոնի ամենամսյա մրցաշարի հաղթողի։ Ողջույն, ես Կարեն Նացականյանն եմ եւ այսօր մեր սաների հետ մենք անցկացնենք մեր հերթական ամենամսյա մրցաշարը, որի ձևաչափն է այս անգամ թույլ օղակ։ Մեր հեղինակային ձևափոխված թույլ օղակյան կանոնները հետեւյալն են։ Մեր մոտ սաները քերացվեն, մասնակիցները քերացվեն միայն այն ժամանակ, երբ երկու անգամ իրենց օգտին կքվեարկեն տարբեր շրջանների ավարտին։ Մենք լավագույն օղակին միանգամից որոշելու ենք եւ նրան պաշտպանության միավոր տրամադրենք, որը թույլ կտա չեղարկել իրենց հաշվին իրենց ուղղորդված որևէ քվե։ Ինչպես նաեւ, որպեսզի խուսափենք նույն մարդու դեմ խտրականությունից, մենք նաեւ նախորդ շրջանի ընթացքում քվեարկած մասնակցին նույնպես պաշտպանության եւ մեկ քվեի չեղարկման հնարավորություն ենք տալու։ Եվ այդպես սխալվի շրջաններով մինչև ունենանք մեր վերջին զույգը։ Արդեն զույգը խաղա ավելար մի ռաունդ, որի շրջանակներում կվաստակենք էլ ավելի շատ ոսկիներ եւ որից հետո արդեն մինչև առաջին վրիպումը խաղանք, որպեսզի որոշենք այսօրվա ուժեղ օղակը։ Մենք պատրաստ ենք, սկսեցինք։ Կանոնները պարզ են, եկեք ծանոթանանք մեր այսօրվա մասնակիցների հետ։ Карина. Только вперед. Արմեն Սարգսյան, ուսում եմ առաջինը ես դուրս կգամ։ Գագիկ, չեմ Դավաճանին նախկին բարևելը այսօրվա հաղթողն է։ Այսօր հաղթողը էլի Գագիկ, այսօրվա հաղթողը Բութ Գագիկ։ Алекс, 17 гений, миллиардер, плейбой, филантроп и просто хороший человек. Միլենան այսօրվա հաղթող։ Դե սկսում ենք առաջին շրջանը, Կարինա, պատրաստ ես։ Ոչ։ Դե մկան փոշ, սկսեցինք։ Ով է գրել փոքրիկ իշխանը ստեղծագործություն։ Անտուան Սենտ-Էքզեպերի։ Դա ճիշտ է։ Արմեն։ Ով է գրել Անահիտ հեքիաթը։ Пас. Դա Ղազարոս Աղայանն էր։ Գագիկ։ Ով է գրել մատանիների տիրակալը Վիպաշարը։ Տոլկին։ Տոլկինը ճիշտ պատասխան է։ Ալեքս։ Ով է գրել Դորիան Գրեյի դիմանկարը։ Пас. Պաս, Օսկար Ուայլդ։ Միլենա, ով է գրել Ոդիսականը։ Հոմերոս։ Դա ճիշտ է։ Կարինա։ Քանի ավազակ է հիշատակում Ալիբաբայի մասին պատմող հեքիաթում։ 41։ 40-ն է ճիշտ պատասխանը, ոչ 41-ը սխալ է։ Արմեն, քանի տարվա մենություն է նշվում Մարկեսի գրքում։ Пас. Պաս, 100 տարվա մենություն։ Գագիկ, քանի մոլորակ կա Արեգակրային համակարգում։ 8։ Դա ճիշտ է։ Ալեքս, Банк. Ալեքս, քանի 1000 քառակուսի մետր է Հայաստանի Հանրապետության մակերեսը ըստ դեպի վերև կլորած։ Пас. 29000 եւ այլն քառակուսի կիլոմետր։ Միլենա, քանի ընկեր ուներ Ocean-ը իր մասին պատմող ֆիլմաշարի առաջին ֆիլմում։ 3։ Ոչ 11։ Կարինա, ով է պատմության ամենաարագավազ մարդը։ Արագավազ։ Быстро бегающий։ 3, 2, 1։ Շումախեր։ Դա Ուսեյն Բոլտն է։ Արմեն, որ կին հոլիվուդյան դերասանուհին է խաղացել արագություն բեռնելով ֆիլմում։ Պաս։ Սանդրա Բալոկն էր դա։ Գագի, որ տարով է նշվում արագությունը ֆիզիկայում։ V։ Դեն ճիշտ է։ Ալեքս, ինչի կարգախոսի մաս է կազմում ավելի արագ բարձրապետությունը։ Пас. Ավելի բարձր է ուրեմն։ Օլիմպիական խաղերին եւ Միլենա եզրափակեն, որն է ամենաարագավազ կենդանին։ Յագուար։ Դա սխալ է, դա գեպարդն է։ Եվ ավարտեցին։ Առաջին շրջանի արդյունքում մեր սաները կարողացան վաստակել 1 ոսկի։ Այսպեսով, մենք ունենք վիճակագրությունը, գիտենք թե ով է լավագույն օղակը այս փուլին, բայց եկեք տեսնենք թե ինչպես կքվեարկեն մեր սաները։ Սկսենք քվեարկությունը։ Դե եկեք տեսնենք քվեարկության արդյունքները։ Կարինա, Ալեքս, որովհետև մի հատ է պատասխանել, բոլորը մի հատ են պատասխանել, բայց ես ռանդոմ եմ դրել։ Արմեն,
Գագիկ, քանի որ Գագիկը լավագույն խաղացողն էր այս շրջանի, ուզում եմ ձայնը փճվի։ Մերսի Աջան, Քերան օբյեկտիվ երկու ճիշտ պատասխան չի տվել բանկային բանը խախտել է, так что օբյեկտիվի մեջ Կարինն է։ Ալեքս, Արմեն, որովհետև ինքս ինձ չեմ կարող քվեարկեմ։ Արմեն եւ Միլենա։ Արմեն, կներես։ Այսպեսով, իրականում փուլի լավագույն եւ ամենաուժեղ օղակը Գագիկն էր, ով ճիշտ էր պատասխանել բոլոր 3 հարցերին։ Իսկ թույլ օղակը Արմենն էր, ով չէր պատասխանել որևէ հարցի եւ բանկ գումար չէր ուղարկել։ Ալեքսը նույնպես չէր պատասխանել որևէ հարցի, սակայն միակն էր, ով բանկ գումար էր ուղարկել։ Սակայն քվեարկության արդյունքներով առաջին հարվածը, առաջին հեռացման քվեն ստանում է Արմենը։ Այո, եւ մենք կարող ենք շարունակել անցնենք երկրորդ շրջան։ Լավագույն օղակագիկ, սկսենք քեսել երկրորդ շրջանը։ Գնացինք։ Ինչպես է անգլերենից թարգմանվում box բառը։ Բրունսկ։ Ոչ, բավարարես արգղ։ Box։ Ալեքս։ Ում են համարում պատմության լավագույն բռնցքամարտիկ։ Մուհամեդ Ալի։ Մուհամեդ Ալի ճիշտ է, պատասխանը Միլենա։ Բանկ։ Բանկ։ Ինչպես էր Մուհամեդ Ալիի ծնե անունը։ Հաս։ Հաս։ Դա Կասիուս Կլեյ։ Կարինա։ Ինչ է կապում իր վրա գոտեմատում, մրցանակային գոտեմատում հաղթած մարզիկը։ Պոյես։ Այո, գոտին, դա գոտին ճիշտ պատասխան։ Հայերենով գոտ։ Արմեն, գերմանահայ, որ բռնցքամարտիկն է եղել բազմաթիվ արտերիչներով չեմպիոն եւ ներկայացրել Հայաստանը միջազգային տարբեր։ 4 Լիգ առաջինը։ Ոչ, Արտուր Աբրահամն, այո։ Գագիկ, Չի կարող։ ով է գրել Լուսնի սոնատը։ Բեթհովեն։ Բեթհովենը ճիշտ է, Ալեքս։ Ով է գրել տարվա եղանակները։ Վիվալդի։ Վիվալդին, ճիշտ է, Միլենա։ Բանկ։ Ով է գրել Կարմեն, օպերան։ Հաս։ Ժորժ Բիզեր, Կարինա։ Ով է գրել թուրքական ռոնդո։ Թուրք։ 3, 2, 1, Մոցարտը։ Իհարկե, Մոցարտը, Արմեն։ Ով է գրել Սուսերով, Պարը եւ Գայանը Բալը։ Ինքը ֆասի։ Արամ Խաչատրյան, Գագիկ, Ես վախը։ որն է քիմիական բարբերական ամսակի առաջին տարը։ Ջրացին։ Դա ճիշտ է, Ալեքս։ Որն է քիմիական տարի բարբերական ամսակի երրորդ տարը։ Լիթիում։ Լիթիումը ճիշտ է, Միլենա։ Բանկ։ Որն է բարբերական ամսակի երկրորդ տարը։ Հելիում։ Հելիումը ճիշտ է, Կարինա։ Որն է չորրորդ տարը բարբերական ամսակի։ Շոժորս։ 4 3 Մագնեզիում։ Ոչ, դա բերիլիումն է եւ Արմեն, որն է բարբերական ամսակի 6-րդ տարը։ Ազոտ։ Ոչ, ազոտը 7-ն էր, իսկ 6-ը ածխածինն էր։ Այս երկրորդ շրջանի ընթացքում սաները կարողացան վաստակել 3 ոսկի։ Եկեք քվեարկենք, տեսնենք, թե ում եք ցանկանում հեռացնել խաղից։ Եվ սկսենք։ Կարինա, քվեարկում եք Արմեն։ ինչու՞։ Որովհետև Արամ Խաչատրյանը իմ սիրած կոմպոզիտորներից է։ Հասկանա՞մ։ Արմեն։ Կարինա։ Որ հավասար է։ Ուդորս ինչ ես։ Գագիկ։ Արմեն, որովհետև 3 սխալ պատասխան։ Գագիկ, Ալեքս։ Արմեն, որովհետև օբյեկտիվ ճիշտ պատասխանում է։ Եվ Միլենա։ Արմեն։ Որովհետև Արմեն։ Արմեն, դուք ստանում եք երկրորդ հարվածը եւ արդեն երկրորդ քվեարկության արդյունքում թույլտվակը դուք պետք է հեռանաք։ Ո՞րն է ձեր խոսքը։ Ես համաձայն եմ որոշման հետ, բայց իմ հարցերը ավելի դժվար էին, քան իմ հակառակորդների հարցերը, շատ հարցերի կարայի պատասխանել։ Մենք կստանանք, որ դա այդպես է, սակայն հաղթողին պետք է ուղեկցի ֆորտունա։ Հաջողություն։ Մենք հրաժեշտ տվեցինք Արմենին որպես մեր առաջին թույլ օղակը։
Նշենք, որ նախորդ շրջանի ամենաուժեղ օղակը Ալեքսն էր, ով ճիշտ էր պատասխանել իր բոլոր 3 հարցերին։ Եվ Միլենան իր 3 անգամ Ալեքսի պատասխանները բանկ նետելով ավելացրեց 3 դրամ, 3 լումա, 3 ոսկի թիմի ընդհանուր վաստակած ֆոնդին եւ այժմ նրանք արդեն ունեն 4 ոսկի։ Տեսնենք, թե որքան կարողանան իրենք թալանել մեր բանկը։ Անցնենք 3-րդ շրջանը։ Այսօր սկսում ենք 3-րդ շրջանը, Ալեքս ձեզ հետ։ Գնացեք։ Ստեֆ Քարի թե Քլեյ Թոմփսոնն է ամենաշատ 3 միավորանոց գցած բասկետբոլիստը պատմության մեջ 1 խաղի ընթացքում։ Որն է իրենցից։ Քլեյ Թոմփսոն։ Քլեյ Թոմփսոնը ճիշտ պատասխան է, այո, Քլեյ։ Միլենան։ Բանկ։ Ձեր հարցը։ Լեբրոն Ջեյմսը թե Մայքլ Ջորդանն ավելի շատ անգամ դարձել NBA չեմպիոն։ Մայքլ Ջորդան։ Դա ճիշտ պատասխան է։ Կարինա։ Քանի միավոր է տեխնիկական դուգանային նետումից հնարավոր վաստակել։ Բասկետբոլում։ Բասկետբոլ միակ այո։ Մի հատ։ Մեկ միավորը ճիշտ պատասխան է։ Գագիկ։ Բանկ։ Քանի րոպե է տևում բասկետբոլի յուրաքանչյուր քառորդ։ 10 2 1 3 րոպե։ 0 ճիշտ պատասխանն է 12 րոպե։ Ալեքս, ով է Հայաստանի ներկայիս նախագահը։ Պաս, ճիշտ պատասխանն է Վահագն Խաչատրյանը։ Տովա։ Դավիթ Խաչատրյանի։ Բա 33 համար 34 ոնց որ վերջերս այն ամենաբոյով հայ բասկետբոլիստը 216 բոյով։ Նախագահի մասին չէր հարցը։ Իրա։ Բասկետբոլի ֆեդերացիա չէ խոսում, просто Հայաստանի Հանրապետության։ Բասկետբոլի նախագահ։ Դու բասկետբոլի Հայաստանի բասկետբոլի նախագահ որտեղից գիտես։ Միլենա, ով է ներկայիս ԱՄՆ նախագահը։ Թրամփը։ Թրամփը ճիշտ պատասխան։ Կարին, Բանկ։ ով է Ֆրանսիայի ներկայիս նախագահը։ Մակրոն։ Մակրոնը ճիշտ է։ Լագիկ, ով է ԱՄՆ 44-րդ նախագահը եղել։ Բայդենը։ Բայդենը սխալ պատասխան է Բարակ Օբաման։ Ալեքս, ով է նկարագրել մոլորակների շարժման բանաձևերը։ Յոհան Կեպլերն էր դա։ Միլենա, ով է քիմիական բառերի պարբերական ամուսակի գյուտի ստեղծողը։ Մենդելեև։ Մենդելեևը ճիշտ պատասխան։ Կարինա, Բանկ։ ով է առաջինը հիմնավորել հելիոկենտրոն համակարգի հաստատ։ Որ։ Հելիոկենտրոն։ Արևը, որ կենտրոնում է եւ երկիրը շարժվում է նրան։ Գալիլեո Գալիլեի։ Ոչ, դա Կոպերնիկոս։ Ոայ։ Եվ Գագիկ, Բանկ։ ով է առաջինը չափել երկիր մոլորակի զանգվածը։ Նյուտոնը։ Բրիտանացի գիտնական։ Նյուտոնը Շուտ։ բրիտանացի գիտնական է, սակայն սա ինքը չէ, դա խոսքը Հենրի Կավենդիշի մասին։ Ավարտեցինք երրորդ շրջանը, կարող եք քվեարկել։ Այս շրջանի ընթացքում դուք կարողացաք վաստակել Այս փուլը դարձավ ռեկորդային, մեր մասնակիցները կարողացան վաստակել 5 ոսկի։ 5 ոսկ։ Դե եկեք տեսնենք, թե ում են նրանց անկանում հեռացել։ Մարինա, Գայգիկ։ Զասուժին։ Գալիկ, Մաքսիմալ ռանդոմ Ալեխանդրո, որտեվ թույլը ես էի, տենց չի կարա էլի ինձ գրի։ բարի, Ալեքս, Գագիկ որտեղ գայիկը ճիշտ ասաց։ բարի, և Միլենա, Գագիկ, որովհետև պետք է սովորել ուրիշների սխալների վրա 44-րդ Օբաման էր։ այո, պարտությունների ժամանակ այդ հաստի շատակել ենք, և Գագիկ, դուք կորցնում եք առաջին կյանքը և հեռացում եզրին եք։ Իսկ այս փուլի լավագույն օղակը Միլենան էր, ով Միլենան էր, ճիշտ է պատասխանել իր բոլոր 3 հարցերին, իսկ մենք անցանք 4-րդ շրջան։ Սկսենք 4-րդ շրջանը լավագույն օղակ Միլենայի։ Միլենա, ինչ չուներ աղջիկը հայկական հեքիաթ։ Թև։ Թևեր ձեռքեր, այո, կռնատ աղջիկ։ Կարինա, ինչ սպանեց մեկ զարկով Քաջնազարը։ 1000 հատ ինչ սպանեց։ Մուկ։ Մուկը սխալ պատասխան է, ճիշտը մուխը ճանճ է կլիներ։ Այո, ճանճ է սպանել։ Գալիկ։
Ինչ է սովորում գործել վաճառանը Անահիտ։ Գոլ։ Գոլը ճիշտ պատասխան է։ Ալեքս։ Բանկ։ Ալեքս, ինչպես է Սասունցի դավթի ձիու անունը։ Քուրքիկ ջալալի։ Ապրես, Քուրքիկ Ջալալին ճիշտ պատասխան է։ Միլենա։ Բանկ։ Ով է հունական դիցաբանության գլխավոր աստվածը։ Զևս։ Զևսը ճիշտ է։ Կարինա։ Քանի սխրանք է գործել Հերակլեսը։ 36 12 սխրանք է գործել։ Գագիկ։ Գեսպերի քույրերը ինչ միտք էին պահպանում։ Խնձոր, թե տանձ։ Կարելի է կրկնել հարցը։ Ոչ։ Գեսպերի քույրերը ինչ միտք էին պահպանում։ Խնձոր։ Խնձոր, թե տանձ։ Խնձոր։ Խնձորը ճիշտ պատասխան է։ Ալեքս։ Բանկ։ Ինչպես է Գնաց։ Ինչպես է հունական դիցաբանության մեջ եռագլուխ շան անունը։ Ծերբեր։ Սերբերը ճիշտ պատասխան է։ Միլենա։ Բանկ։ Միլենա։ Ով է ասել Էվրիկա։ Արքիմեդը։ Արքիմեդը ճիշտ պատասխան է։ Կարինա։ Ով է ասել վիճակը նետված է։ Ռուբիկոն գետը անցնելու ժամանակ։ Ժեվի պրոշն։ Մեկ։ Սպով Զրո։ Տեսարն է, ոչ, հանդուշում էին, իլուշ եք, սպանեն։ Այո, և ժամանակ, այո, հուլոս կեսար։ Գագիկ, ով է ասել, ինձնից հետո թեկուզ ուջեր է։ Լյուդովիկոս որը երրորդն էր։ Լյուդովիկոս 15-րդը։ Դա ճիշտ պատասխան է, Լյուդովիկոս 15-րդ։ Ալեքս, Բանկ։ և ես ախակին ձեր այդ շրջանը, ով է ասել, դե թող թխված ուտեն։ Ինչ? Բաց չեմ։ Դա մալի, Անտուանետին վերելող արտահայտություն։ Այս շրջանի արդյունքում կարողացավ թիմը վաստակել ևս 5 դրամ։ Եկեք տեսնենք, թե ում են մասնակիցները համարում այս փուլի թույլ օղակը։ Սկսենք քվեարկությունը։ Եվ սկսենք շրջանի քվեարկությունը, Կարինա, Գայիկ որովհետև ցիծավումա այն ով ցիծավումա ուրախ պատասխան է, Գագիկ։ Կարինա, լացող սմել դա շատ մատ աստացվել, հարցերի բախտը չբերեց, բացի հուլիոս կսայից և հեշտ հարցեր, բայց ընդհանուր հարցերը իր բախտը չբերեցին դրան։ Ալեքս։ Կարինա շատ ափսոս է, բայց դե պետք է ճիշտ պատասխանը տալ։ Այո, և Միլենա։ Լեքս որ պատասխանատվություն չվերցնեմ, հաստատ իրեն ոչ մեկ չէր քվեարկելու։ Այո, Կարինա, դուք կորցնում եք ձեր մեկ կյանքը և այժմ Կարինա և Գագիկը հեռացման եզրին են։ Իսկ այս փուլի ուժեղ օղակը Միլենան էր, ով նույնպես հերթական շրջանը պատասխանեց իր բոլոր 3 հարցերին և 2 անգամ բանկ ուղարկեց գումարը։ Գագիկը նույնպես 3 անգամ ճիշտ էր պատասխանել, բայց իրեն գումար չէր հասնում, որպեսզի բանկ ուղարկեր։ Իսկ մենք սկսենք 5-րդ շրջանը։ Եվ 5-րդ շրջանը սկսում ենք Միլենայի հետ։ Միլենա, գնաց։ Քանի մեծ սաղավարտի առաջնություն կա թենիսի 1 տարեկան սեզոնի ընթացքում։ 64։ Ոչ, 4։ Կարինա։ Որ անգլիական ավանում գյուղում է անցկացվում խոտածածկի ծածկույթով ամենահեղինակավոր առաջնությունը։ Ինչի առաջնությունը։ Թենիսի, Թենիսի։ Չեմ հիշում։ Բաս դա Wimbledon է։ Բանկ։ Գայի, ում են անվանում գրունտի արքա։ Ռաֆայել Նադալ։ Ռաֆայել Նադալը ճիշտ պատասխան է, Ալեքս։ Բանկ։ Քանի սետ է անհրաժեշտ հաղթել կանանց պաշտոնական մրցաշարերում խաղում հաղթելու համար։ 3։ Ոչ, 2, 3-ը տղամարդկանց։ Միլենա, որ միրգն է ժամանակին կոչվել չինական խնձոր։ Նարինջ։ Նարինջը ճիշտ պատասխան է, այո, Կարինա։ Թե սիրելի ամանորյա միրգ, թե չինական պաշտոնյաների կոչում։ Մանդարին։ Մանդարինը ճիշտ պատասխան է։ Բանկ։ Բանկ։ Բանանը, Գագիկ, միրգ չէ, այլ ինչ է, հատապտուղ, թե խոտ։ Խոտ։ Խոտը ճիշտ պատասխան է, Ալեքս։ Բանկ։ Կիվին, բացի մրգից, նաև Թռչուն։ թռչունը ճիշտ պատասխան է, Միլենա։ Բանկ։
Որ խմբի կատարումներից են օրինակ Yesterday, Beatles. Beatles-ը ճիշտ է, Կարինա։ Որ խմբի հայտնի երգերից են Bohemian Rhapsody եւ I Want to Break Free։ Queen-ը ճիշտ պատասխան է, Գագիկ։ Դրամատուրգ։ Որ խմբի հայտնի երգերից են Դու հաստ եւ Sonnet։ Դու հաստ Ռամշտայն։ Ռամշտայնը ճիշտ է եւ Ալեքս։ Բանկ թող լինի լավ։ Բանկ թող լինի։ Որ խմբի հայտնի երգերից են Very Disco, Instant Crush եւ Get Lucky։ Դարտակ։ Դարպակը նույնպես ճիշտ պատասխան է։ Ալեքսի փոխարեն ես կասեմ բանկ եւ այսպիսով այս շրջանի ընթացքում թիմը կարողացավ վաստակել ռեկորդային 9 ոսկի։ Ապրի թիմը եկեք քվեարկենք տեսնենք թե ում են համարում իրենց ամենաթույլ օղակը։ Այսպիսով եկեք սկսենք եւ տեսնենք քվեարկության արդյունքները։ Իջեցնենք նախորդ փուլի թույլ օղակ քվեարկած Կարինա մեկ հավելյալ քվե չեղարկելու հնարավորություն։ Կարինա, ձեզ է Գագիկ։ Գագիկ D։ No comments։ Գագիկ Միլենա 64 больше 4։ Միլենա, Ալեքս Միլենա для мирового баланса։ Միլենա ստանում է երկրորդ ձայնը։ Ալեքս, որ մարդ միավոր չկորցներ, Այո, եւ Ալեքսը եւս մեկ ձայն է ստանում։ Արդյունքում Միլենան ստացավ 2 ձայն եւ Միլենան այս փուլի լավագույն օղակը չէր, հետեւաբար Միլենան է կորցնում 1 կյանք։ Իսկ այս փուլի լավագույն օղակը Գագիկն էր, ով միակներով կարողացավ պատասխանել բոլոր 3 հարցերին եւ բանկ ուղարկեց 4 ոսկի։ Սկսենք հաջորդ շրջանը։ Եվ նախորդ փուլի լավագույն օղակ Գագիկ, քեզ հետ սկսենք 6-րդ շրջանը։ Գնաց։ Որ քաղաքում է գտնվում Թաջ Մահալը։ Դելի բայց խալը։ Ոչ Ակրա քաղաքում է գտնվում։ Ալեքս, որ երկրում է գտնվում Չիչեն Իցա համալիրը։ Պաս։ Որտեղ քո քերոտաղեն իմ ընկեր վիգերը դա уже բաց։ Դա Մեքսիկան։ Միլենա, որ քաղաքում է գտնվում Էֆելյան աշտարակը։ Փարիզ։ Փարիզ։ Կարինա, Բանկ։ որ քաղաքում է գտնվում Կոլիզեյը։ Ռիմ, հրամ։ Ռոմը ճիշտ է, Գագիկ։ Ում գլխավորած զորքն է պարտվել Վատերլոյի ճակատամարտում։ Նապոլեոն Բոնապարտ։ Ճիշտ է։ Ալեքս։ Բանկ։ Ով է նվաճել Ասիայի մեծ մասը եւ հիմնադրել ոսկե Հորդան։ Չինգիզխան։ Չինգիզխանը ճիշտ է։ Միլենա։ Բանկ։ Ով է աշխատել եւ նվաճել Գալիայի մեծ մասը եւ դրա մասին հայտնի ստեղծագործություն։ Մակեդոնացի։ Ոչ, դա Հուլիոս Կեսարն էր։ Գալինա։ Ով է եղել սիգարա եւ կոնյակասեր հայտնի Բրիտանիայի վարչապետը երկրորդ համաշխարհայինի ժամանակ։ Չերչիլ։ Չերչիլը ճիշտ է, Գագիկ։ Քանի արդեն ուշ է, քանի մետրից է հարված իրականացվում Տուգանայում խաղում։ 11 ֆուտբոլում։ 11 Մեկը ճիշտ է, Ալեքս, Բանկ։ որ երկիրն է ամենաշատը հաղթել աշխարհի առաջնություններում ֆուտբոլի։ Ֆրանսիա։ Ֆրանսիան սխալ պատասխան է, Բրազիլիան էր, Միլենա, որ երկիրն է համարվում ֆուտբոլի հայրենիքը։ Անգլիա։ Անգլիան ճիշտ է, եւ Կարինա Բանկ։ Բանկ եւ որ հավաքականն է ներկայիս աշխարհի չեմպիոնը։ Երեք Գերմանիա։ Գերմանիան չի, այլ Արգենտինան է։ Եվ այս փուլի արդյունքում թիմը կարողացավ վաստակել 7 ոսկի։ Քվեարկեք, տեսնենք թե ում է կերացնի։ Հիշեցնենք 3 հոգի ունեն ընդամենը մեկական կյանք։ Սկսենք տեսնենք քվեարկության արդյունքները Կարինայի հերթական գեղեցիկ քվեից։ Կարինա, ում ես քվեարկում։ Ալեքս, որովհետև հավասարը լինելը կարևոր է։ Բարի, Ալեքսը ստացավ։ Միլենա, որովհետև արդար լինելը ավելի կարևոր է։ Ինչ արտար, ես քեզ դուրս կգցեի դա։ Ալեքս, Карина, объективно, без лишних слов.
Կարինայի ստացավ քվեն եւ Միլենա Գագիկ որովհետև բանկ չգցեց ուրիշ մեկի անունը չեկավ։ Գագիկը եւ ստացվում է որ մենք ունենք 4 մասնակից մեկական ձայնով։ Հիմա քանի որ 4 մասնակցից նախ ասենք նախորդ փուլում քվեն ստացել էր Միլենան եւ այդ պատճառով կյանքը կորցնելով նա ուներ մեկ պաշտպանիչ քվե եւ իր քվեն չեղարկվում է։ Ինչպես նաեւ այս փուլի լավագույն օղակ է ճանաչվում Միլենան կարողացավ պաշտպանվել իր վրա հարձակումից, ինչպես նաև այս փուլի լավագույն օղակը ճանաչվում է Գագիկը, ով 2 անգամ ճիշտ է պատասխանել եւ 4 դրամ ոսկի տոննա է գցել բանկ, հետեւաբար քվեները պետք է բաշխվեն Ալեքսի կամ Կարինայի միջև եւ այժմ քնենք տեսնենք թե ով է իրենցից ավելի թույլ օղակը, 1 րոպե։ Ալեքս, դուք կորցնում եք ձեր առաջին կյանքը, որտեղ դուք այս փուլի ամենաթույլ օղակն եք։ Եվ 7-րդ շրջանը սկսենք լավագույն օղակ Գագիկի հետ։ Գրացի։ Ով է գրել 3 ընկեր եւ Լիսաբոնի գիշերը ստեղծագործությունները։ Իախ երիխ Մարիայի մարկ։ Դա ճիշտ է։ Ալեքս, Բանկ, ով է գրել Եվգենի Օնեգին ստեղծագործությունը։ Պուշկին, Ճիշտ է։ Միլենա, Բանկ։ ով է գրել Ալքիմիկոսը եւ 11-րդ ստեղծագործությունները։ 5 դա Պաուլո Կոելյոն է, իհարկե, Կարինա։ Ով է գրել Վարդանանք ստեղծագործությունը։ Դերենիկ Զեմերչյան։ Խրոխտեր։ Այո, դա ճիշտ է, Դերենիկ Զեմերչյան։ Գագիկ, ով է գրել Աստվածային կատակերգությունը։ Դանթե Ալիգիերի։ Դանթե Ալիգիերին ճիշտ է։ Ալեքս, Բանկ, ով է գրել Դեկամերոն ստեղծագործությունը։ Giovanni Boccaccio, Միլենա, ով է գրել Ռոմեո եւ Ջուլիետ տրագեդիա։ Շեքսպիրը, ճիշտ է, իհարկե, Կարինա, ով է գրել Տիրակալը աշխատություն, Գասուդար։ Քաղաքական ինտրիգաների մասին։ 3 Մարգարետ Թետչեր։ Մաքիավելին էր դա, ոչ թե Մարգարետ Թետչերը, գազի։ Ով է գրել Թոմ Սոյերի արկածների մասին։ Մարկ Տվեն։ Ճիշտ է, Ալեքս։ Բանկ, Ով է գրել Մեծ ընկերցբի ստեղծագործությունը։ Միլենի Բլոկերագին, 4 լավ փոս, Ֆիջերալդը Միլենա, ով է գրել ջունգլիների գիրքը, Կիպլին, Ռեդյարդ Կիպլինգը եւ Կարինա Ամոբենկոյ, ով է գրել Ջերահասը հեքիաթը։ Ռուսաուց Գանս Քրիստիան Անդերսեն։ Այո, եւ ես էլ կասեմ բանկ։ Այս փուլի ընթացքում թիմը կարողացավ վաստակել 6 ոսկի։ Քվեարկեք եւ այժմ ձեզանից մեկը անպայման լքելու է մեզ։ Իտակ, սկսենք հաջորդ քվեարկությունը Կարինայի գեղեցիկ պանդայից եւ տեսնենք ոչ այդքան գեղեցիկ նորություն կհասնի Ալեքսի։ Ալեքսը ստանում է քվեյորի։ Հաջորդը Միլենա, որովհետև Ալեքսան ինքան պատասխան չի տվել, բայց կասկով Միլենայի պատասխանը ավելի հեշտ է։ Բարի։ Ալեքս, դու քննարկում ես Карина как последняя попытка выжить. Կարինա եւ Միլենա։ Գագիկ որովհետև ուժեղ օղակներ, ոնց է հիշում եմ, ձայնը կփչվեր, եթե Կարինան է քվեարկացին։ Եվ մենք ունեցանք 4 տարբեր քվեներ, արդեն 3-րդ շրջանը անընդհատ մեջ։ Գնանք, այս փուլի լավագույն օղակներ, նախ դա Գագիկն էր եւ Գագիկի քվեն ավտոմատ խջվում է։ Իսկ նախորդ փուլի ընթացքում կյանքը կորցրել էր Ալեքսը, այսինքն Ալեքսի քվեն նույնպես փջվում է։ Եվ ընտրությունը պետք է կատարվի Կարինայի եւ Միլենայի միջև եւ մենք գնայինք այժմ եւ կասենք թե իրենցից ով էր այս փուլի ավելի թույլ օղակը։ Եվ այս փուլի ամենաթույլ օղակը եւ մասնակիցը, որը կլեքի մեզ հիմա, դա Միլենան է։ Ցավոք Միլենան այրվել է ընդհանրապես մեկ ճիշտ պատասխան, դեռ նախորդ փուլերին այլ երեքական ճիշտ պատասխանով փուլեր ունեցել, այս անգամ ձեր բախտը չբերեց։ Ձեր վերջին խոսքերը։ Ամեն ինչ արդար էր։ Շնորհակալություն։ Աստված ձեր ժողովուրդ ջան։ Оставила меня одного с этими гениями, как не выйти.
Скорее бизнес. Мне кажется, ты ошибся в одном человеке. В одной Я в обоих ошибся. Мужчине. Գագիկ, սկսենք ձեզ 8-րդ շրջան։ Գնաց։ Որն է աշխարհի ամենամեծ կղզին։ Գրենլանդիա։ Դա ճիշտ պատասխանն է, Ալեքս։ Բանկ, Որ ում է պատկանում Գրենլանդիան, որի։ Դանիա, Դանիան ճիշտ է, Կարինա։ Банк. Լավ։ Իսլանդիայից, Շվեդիայից եւ Նորվեգիայից բացի Ֆինլանդիան, թե Դանիան է սկանդինավյան քարյակի վերջին ներկայացուցիչը։ Դանիա, որովհետև Ֆինլանդիա չի մտնում։ Ապրես, Ամենամեծ սովորել եմ։ խաղերից մեկն է։ Այո, մեր բարեկամները արձուկ են տալիս, հատար, գագի, քանի մարզ ունի Հայաստանի Հանրապետությունը։ Սպորմը։ 10։ 10-ը ճիշտ պատասխան է, Ալեքս, բանկ, քանի խաչ կա Վրաստանի դրոշին։ 5, Ճիշտ է 5-ը, ապրես։ Կարինա, քանի շեղանկյուն Ռոմ կա Սենտ Վինսենտ եւ Գրենադի երկրի դրոշին։ Որ երկրի։ Սենտ Վինսենտ եւ Գրենադի։ 3 4 Ոչ 4-ի, այլ 3։ Գագի, Повезло։ քանի բանալի կա Վատիկանի դրոշին։ 1։ Ոչ 2 Не եւ խասված повезло. բանալիները։ Եվ Ալեքս, որ թերակղզում են գտնվում Իսպանիան եւ Պորտուգալիան, Պասրեմ, Պիրենեյան եւ Կարինա, որ թերակղզում է գտնվում Իտալիան։ 4 Սիցիլիա։ Ոչ դա Ագանինյան։ Ապենինյան թերակղզին է։ Ավարտեցինք 8-րդ շրջափուլը, այս շրջափուլի ընթացքում թիմը կարողացավ վաստակել 4 դրամ։ Տեսնենք, թե ինչ կբերի քվեարկությունը եւ ով կհեռանա մեզանից այս խաղափորից հետո։ Քվեարկությունը սկսված է։ Այս անգամ Կարինան պատկերել է շմել, որը բորն է կարծես թե հայերեն։ Нет, борода овод։ Ճիշտ է, զգագեք, լավ, ovada voynichi։ Չգիտեմ իշամեղու ոնց նկարեմ, դրա համար Շամեղու է շերշել, շամեղու է շերշել։ գիտեմ, ասում եմ, որ չգիտեմ ոնց նկարել։ Շատ լավ գնալու ենք, բայց Կարինա դեալի տեսնենք թե ում է քվեարկը, Ալեքս։ Ալեքսը ստանում է առաջին հարվածը մրցին, Գագիկ, Два неправильных ответа. Галина։ Какие два։ Ապենինյան ուսակ։ Գագիկը քվեարկում է Կարինայովին, եւ Ալեքս Խոզայնը Կարինա։ Եվ Կարինան ստանում է 2 քվե, քանի որ նա չէր այս փուլի լավագույն օգտատերն եւ դա Գագիկն էր, նա ունի պաշտպանություն, ինչպես նաեւ նախորդ փուլում չէր ստացել քվեարկություն, հետեւաբար ունի պաշտպանություն եւ Կարինա դուք ձեր վերջին խոսքերը Քրիստե։ Сексизм мужской победил, да. Честный феминизм победил. Мужской Шлепоров, сексизм. но все справедливо. Чего справедливо? Просто за меня Ганька выиграл дебанк. Нет, все Я справедливо. за меня голосовал, она вышла. Я за тебя голосовал, ты вышла. Я сейчас буду голосовать за Алекса, он выйдет. Я вообще думал, кто-то Ты из нас чек меня. կատեք, որ Ганька Ախտո պետք տղա։ կանանց համար է քվեարկել։ Нет. Այսպիսով մենք հասանք մեր խաղի վերջին փուլերին։ Թիմը կարողացավ վաստակել այս 8 շրջանների արդյունքում 40 ոսկի։ Եկեք տեսնենք, թե այս շրջափուլի ընթացքում հիմա մեկ ավելար շրջափուլ, որպեսզի ավելանա այս գումարը, տեսնենք արդյոք կարողանան նրանք վաստակել 5 միլիոն դրամ։ Պարզապես հիմա կանենք ևս մեկ ռաունդ, գումար վաստակելու համար, որից հետո կսկսենք հաղթողին որոշելու 11 հարվածներ։ Սկսեցինք։ Նախորդ փուլի ուժեղողակ Գագիկ, եկեք սկսենք ձեզ հետ եւ հիշեցնենք այս փուլի ուժեղողակը կլինի առաջինը վերջին եզրակիրը։ Գնացինք։ Ինչն է հաղթում Քարին, չինգաչունգ խաղում։ Թուղթ։ Թուղթը ճիշտ պատասխան է։ Ալեքս, քանի քար է հիշատակվում բակային հայտնի խաղում։ Բակային
Հայաթի քուչ։ Նա հասկանում։ Թող երեքին։ Ոչ դա 7 քարն է։ Я во дворе Ты в играю, я куче не играешь. соцсетях. Мут по жизни, да. Գագիկ, քանի հպում կարելի է անել կրկին բակային ջնդակով հայտնի ֆուտբոլային խաղում, քանի հպում։ Իննա։ Ոչ, մեկ անգամ ատնակաս խաղի մասին է ադնոք ասան է։ Դու ես ասես։ Ես հենց դա եմ եկել։ Մութ по жизни։ Ալեքս։ Ով է ԱՄՆ առաջին նախագահը։ Աբրահամ Լինկոն։ Ոչ, դա Ջորջ Վաշինգտոն։ Վաշինգտոնն է։ Գագիկ։ Ես երեք խոսում ենք դա մասին։ Քանի խաղումից է հեռացվում NBA խաղերում բասկետբոլիստը խաղից։ Լոգիկայով երկուս։ Ոչ, դա 6-ն է։ Կոսմոտը լոգիկա չունի։ Եվ Ալեքս ինչ գործիկ ախպեր էր հայտնի հեքիաթի վերնագրում կացի ախպերն էր ես կասեմ բաց եւ դարձավ որ դուք այս փուլում վաստակեցիք հավելյալ 1 լումա անցնենք եզրափակիչ փուլին եւ հատուկ առատաձեռնությամբ քանի որ Գագիկը շատ էր ցանկանում պաշտոնական կանոնների նմանության լինի մենք կրկնապատկում ենք եւ մեկի փոխարեն 2 լումա ենք տալիս 2 լուման ավելանում է մրցանակային ֆոնդի մեջ եւ մեր մասնակիցները պայքարում են 42 ոսկու համար։ Սկսեցինք եզրափակիչը։ Ալեքս, որպես նախորդ փուլի լավագույն մասնակից, սկսենք ձեզ հետ, հիշեցնենք, որ խաղալու ենք նախ 3 հարցի հեռավորության վրա, 3 հարցից հետո ով ավելի շատ պատասխաններ ունեցավ ճիշտ, այդ մասնակիցը կդառնա այսօրվա մրցաշարի հաղթող։ Պատրաստ եք։ Ալեքս, գնացինք։ Ինչի դարպասներն էր պահպանում Ցերբերը հունական լիցաբանության մեջ։ Այո, դժողքի դարպասները դա ճիշտ պատասխան։ Գագիկ։ Ով է ասել, մեքենան կարող է լինել ցանկացած գույնի, եթե այդ գույնը սևն է։ Հենրի Ֆորդը դա ճիշտ պատասխանն է։ Ալեքս։ Որ խմբի երգերից են Ռոշկա Մայա եւ Ալյոշկա։ Ռոկի վերքը ճիշտ է իհարկե։ Հաջորդը։ Գագիկ։ Ով է գրել Ֆաուստ ստեղծագործությունը։ Գյոթեն ճիշտ պատասխան է, հաշիվն է 2-2։ Ամեն ինչ կարող է որոշվել հիմա։ Որ հավաքականն է ֆուտբոլի Եվրոպայի առավսյան ներկայիս չեմպիոնը։ Եվրոպայի առավսյան։ Ոչ դա Իսպանիան է եւ Գագիկ դուք այժմ կարող եք հաղթել, եթե պատասխանեք այս հարցին։ Ով է Մագդեբուրգի կիսագնդերի հայտնի փորձն արել եւ ապացուցել վակուումի գոյությունը շատ մեծ ուժ։ Այո։ Գալիլեի։ Ոչ դա Օտտո ֆոն Գերիկեն է եւ առաջին 3 հարցից հետո հաշիվը հավասար է 2-2 մենք շարունակում ենք եւ արդեն մինչեւ առաջին արյունը, ինչպես ասում են, այսինքն մինչ առաջին հարցերի զույգը, որտեղ դրանից մեկը ունենա ճիշտ պատասխան, մյուսը սխալ։ Գնացինք։ Ալեքս։ Ինչ մրգի սորտ է տեսակ է դեմիրճանը։ Ինչ։ Ծիրանը սխալ պատասխան է, դեմիրճանը հայտնի հայկական խնձորի տեսակ է։ Եվ Գագիկ, դուք կարող եք հաղթել, եթե պատասխանեք հետևյալ հարցը։ Որ քաղաքի գրադարանն է եղել հայտնի եղել իր ձեռագրերի հսկայական քանակությամբ եւ շքեղությամբ եւ հետո բարի է գնացել Ալեքսանդրիա։ Դուք վստահ եք, որ դա ճիշտ պատասխանն է։ Այո։ Եվ շնորհավորում ենք Գագիկ, դուք դառնում եք այսօրվա հաղթողը Ալեքսանդրիան ճիշտ պատասխանն է։ Այո։ Շնորհավորում ենք։ Ալեքս ձեր վերջին խոսքերը։ Գագիկը սեքսիստ ու միզոգինիստ требует реванш։ Գագիկ ձեր վերջին խոսքերը։ Реванша не будет։
Եվ մենք ավարտեցինք Խելացիր ինտելեկտուալ զարգացման կենտրոնի հերթական ամենամսյա մրցաշարը թույլողա ձևաչափում, մի քիչ ձևափոխված, եւ այսօրվա հաղթող Գագիկը վաստակում է 420 դրամ, ինչպես նաեւ այսօր եզրափակիչ փուլում հիշատակված Յոհան Վոլֆգանգ Գյոթեի Ֆաուստ լեգենդար ստեղծագործությունը Գագիկ, շնորհավորում եմ ձեզ։ Շնորհակալ եմ։ Դեռ խոսքն եք ասել։ Այո, սա ձեզ նայելով այս շռայլ մրցանակին ես փոշմանել եմ որ վերջում ասել եմ Ալեքսանդրիա։ Այո։ Գագիկը ցանկանա որպեսզի արդեն 420 միլիոն դոլար, բայց դա ապագայում է, դա կլինի իր մոտիվացիան հասնելու իր օբասկին։ Շնորհակալություն, այսօր այսքանը կհանդիպենք։ So я забираю свой подарок. Всё, принимай энергию.